Սերբիայի նախագահի պաշտոնական այցը Վրաստան Ալեքսանդր Վուչիչը արդեն անձնական հանդիպում է ունեցել վրացի գործընկերոջ հետ։ Քննարկել են երկու երկրներում ընթացող քաղաքական գործընթացները, ինչպես նաև համաշխարհային խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման կարևորությունը։ Նշվել է, որ միջազգային կարգի և ուժերի հավասարակշռության հիմնարար վերափոխման ֆոնին երկու տարածաշրջաններում կայունության և խաղաղության պահպանումը ձեռք է բերում հատուկ արդիականություն։ Նրանք քննարկել են քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, կրթական և գիտահետազոտական ուղղություններով համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Կողմերը խոսել են երկու երկրների միջև սերտ բարեկամական կապերի, մշակութային մոտիկության, ընդհանուր արժեքների և ժամանակակից աշխարհաքաղաքական մարտահրավերների մասին։ Վրաստանի նախագահը ընդգծել է, որ Վրաստանը որպես միջին միջանցքի հիմնական օղակներից մեկը հետաքրքրված է Արևմտյան Բալկանների տարածաշրջանի հետ գործընկերության ընդլայնմամբ, ինչը կնպաստի Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացմանը։ Այցի շրջանակներում Սերբիայի նախագահը վաղը կհանդիպի Վրաստանի վարչապետի հետ։ ԱՄՆ-Իրան փոխընդրման հուշագիր ուրբաթ օրը կբացվի Հորմուզի նեղուցը, հայտարարում է Դոնալդ Թրամփը։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը կկայանա հունիսի 19-ին Շվեյցարիայում։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով սա հիանալի փոխընդրման հուշագիր է, որը խաղաղություն և կայունություն կբերի ողջ տարածաշրջանին։ Ինչպես նշել է Պակիստանի վարչապետը, միջնորդները կարևոր դեր են խաղացել գործընթացում։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել Կատարին որպես գործընթացի հիմնական աջակցի։ Շարիֆը նաև ընդգծել է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի նշանակալի ներդրումը փոխընդրման հուշագրին հասնելու գործում։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան պատրաստ են քննարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը, եթե Թեհրանը համապատասխան քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրի վերաբերյալ։ Այս երկրների ղեկավարները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ պատժամիջոցների վերացումը կարող է լինել Իրանի կողմից միջուկային ոլորտում ստանձնած պարտավորությունների պատասխանը ԱՄՆ-Իսրայել համաձայնագրի կնքումից հետո։ Իրանը երբեք չպետք է միջուկային ձեռք կիրառի։ Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՄՆ-ի, Իրանի և ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ այս նպատակին հասնելու համար, ասված է հայտարարության մեջ։ Վրաստանի վարչապետը նույնպես արձագանքում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքած համաձայնագրին։ Իրակլի Կոբախիձեն հույս ունի, որ այս քայլը կհանգեցնի ընդհանուր խաղաղության։ Մենք ցանկանում ենք միջնորդական ջանքեր գործադրել, որպեսզի լինի խաղաղություն։ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրից հետո համաշխարհային շուկայում նավթի գինը կտրուկ անկում է ապրել։ Այսօր Brent տեսակի հում նավթի մեկ բարելի արժեքը $83 է կազմում։ Սա 4,3% պակաս է անցած օրվա գնից։ Հում նավթի գինը նվազել է նաև Ամերիկայում։ Մեկ բարելի գինը կազմում է $81, ինչը գրեթե 5% պակաս է անցած օրվա գնից։ Ռուսաստանի կողմից Կիևի վրա զանգվածային հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 28 մարդ։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով Աստվածաշնչի վերափոխման տաճարի վրա հարձակումը Ռուսաստանի կողմից քրիստոնեական մշակույթի դեմ կատարած ամենալուրջ հանցագործություններից մեկն է։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, միայն անցած գիշեր Ռուսաստանը մայրաքաղաքի ուղղությամբ հարձակել է ավելի քան 60 հրթիռ և ընդհանուր առմամբ Ուկրաինայի դեմ օգտագործել է 70 հրթիռ և 611 անօդաչու թռչող սարք։ Վոլոդիմիր Զելենսկին G7-ի ղեկավարներից ակնկալում է ռուսական հարձակմանը վճռական և էական պատասխան տալ։ Ուկրաինայի նախագահի խոսքով անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել ագրեսորի վրա։ Եվրամիությունն այսօր կբացի առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի համար։ Այս մասին հայտարարում է ընդլայնման հարցերով եվրահանձնակատարը։ Արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ Մարթա Կոսման նշել է, որ հուլիսին երկրների համար կբացվեն ևս 5 կլաստերներ։ Նրա խոսքով, եթե Ուկրաինան և Մոլդովան կատարեն իրենց պարտավորությունները, ապա Եվրամիությունը նույնպես պետք է կատարի դրանք։ Ահա թե ինչու
Ես ակնկալում եմ, որ հուլիսին մենք կբացենք մնացած բոլոր 5 կլաստերները։ Բացի այդ, Մարթա Կոսման ասել է, որ Եվրամիությունը քննարկում է նոր անդամների քվեարկության իրավունքը ժամանակավորապես սահմանափակելու հնարավորությունը։ Հոկտեմբերի 4-ի գործով կալանավորվածների դատավետ ճիռը կհրապարակվի հունիսի 22-ին։ Գործը վերաբերում է Զուրաբ Ճավճավաձեին, Վլադիմիր Գելեսյանին, Ամիրան Դոլիշվիլին, Անտոն Վարդանիձեին, Ալեքսանդրե Չիլաչավային, Գենադի Կոբրեիշվիլին, Սուլխան Տուղուշին և Ռամազ Մամուլաձեին։ Ձերբակալվածներից մի քանիսը օգտվել են իրենց վերջին խոսքի իրավունքից։ Ասել են, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և որ գործեր ապացույցներ չկան։ Մեղադրյալներից մեկը Զուրաբ Ճավճավաձեն դատավարությանը ներկա չէր, նա հեռացել էր նիստից։ Դատավորը նրա վերջին խոսքը կլսի հաջորդ նիստում, որից հետո նա կգնա դատարանի դահլիճ։ Ձերբակալվածների մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով Աթոնելի փողոցում գտնվող նախագահական պալատում ներխուժման փորձի գործով։ Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Չինաստանի դեսպանին, քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Զրույցի ընթացքում նախարարը ընդգծել է առևտրաշրջանառության աճող դինամիկան, նշել, որ Չինաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից մեկն է։ Ուշադրությունը կենտրոնացված էր միջին միջանցքի կարևորության վրա, շեշտը դրվեց Չինաստանի և Վրաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա։ 2026 թվականի առաջին 5 ամիսներին Վրաստանը արտահանել է $3 միլիարդ արտադրանք, ինչը գրեթե 20%-ով ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։ Տեղեկատվությունը հրապարակում է ազգային վիճակագրական ծառայությունը։ Ներմուծումը նվազել է 2%-ով և կազմել $7 միլիարդ։ Բացասական առևտրային հաշվեկշիռը գրանցվել է 40,4%-ի մակարդակում։ Վրաստանի երթուղիներ ընկերության շահույթը 2025 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է $85 միլիոն, հասնելով $183 միլիոն։ Ընկերության տվյալներով աճը գործառական գործունեության բարելավման և ֆինանսական ծախսերի կրճատման արդյունքն է։ Աճի միտումը շարունակում է նաև 2026 թվականին մարտ-մայիս ժամանակահատվածում փոխադրված բեռների ծավալը նախորդ տարվա համեմատ ժամանակահատվածի աճել է 20%-ով, ինչ վերաբերում է ընկերության ծրագրերին, Վրաստան երթուղիները որոշել է ձեռք բերել 50 շոգեքաշ 1500 վագոն, որի համար կկատարի ավելի քան $1 միլիարդ ներդրում։ Առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը սկսվել է այսօր ժամը 9-ի, գործընթացը կշարունակվի մինչև հուլիսի 3-ը։ Գրանցումը կիրականացվի կրթության կառավարման տեխնիկական համակարգի պաշտոնական կայքում։ Այս գործընթացը կապահովի երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։ Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերը կստացվեն հուլիսի 6-ից մինչև հուլիսի 17-ը։ Սահմանված ժամանակահատվածում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումը ավտոմատ կերպով կչեղարկվի։